բարձր է։ Ինչքան ժամանակավոր թանկացել է։ Արդեն 7-8 ամիս կա։ Միջազգային սահմաններով է թանկ, դեն չի, որ մենք հատուկ թանկացրել ենք ոսկու գները, ոյսի շատ վատ է, ազդում է մեր առևտրի վրա, այսենց ուժ ժամի գալիս ենք ու գործ չենք անում, փակում գնում ենք, մի տոննա էլ հարկեր ենք վճարում, թե պետությանը, թե անհատին։ Այո, շատ վատ է անդրադառնում։ Մենք առևտուր չենք իրականացնում, տեսնում եք ինքներդ, որ տարածքը դատարկ է, գնորդներ չկան, հաճախորդներ չկան, բայց հարկերը բարձր են, տեղի վարձ ենք վճարում, հարկերն ենք վճարում ու պլյուս դրան 10% էլ թանկացրել են արդեն։ Իսկ 7-8 ամսվա ընթացքում, որ թանկացրել է, հաճախորդների մոտ տարբերություն նկատել։ Իհարկե, հաճախորդ չունենք, նկատում ենք, շատ բարձր, այդ ինձ չի, որ մենք ենք բարձրացրել, արդեն իսկ ոսկու գինը բարձր է, գումարվում է մնացած բաներն էլ զարդ է դառնում ինքը արդեն, որպես լոմ չի գնորդը գալիս գնում, որպես զարդ ենք մենք վաճառում, ու ըստ այդմ էլ թանկանում է, իսկ եթե թանկ է, այսօր արդեն կենցաղն ենքան բարդ է դարձել ու մարդկանց ապրելու խնդիր է, ոչ թե ոսկի գնելու, բնականաբար հաճախորդ չունենք, այստեղ նստած ենք ամբողջ օրը, տեսեք, նկարեք, տեսեք։ Տեսականի ունեք ներկայացված։ Հեսա նայեք ներկայացվածս տեսականին, տարբեր գների արժողություն ունեն, սենց ասեմ, սկսվում են 80,000 դրամից, մինչև 250,000 դրամ արժողության զարդեր են, քանի որ իրանց վրա հիմնականում ադամանտներ են, ադամանտներն էլ ամեն մի գործ ունի իր արժեքը ու արժեցողությունը։ Ես այսօր նոր եմ եկել իմ սեղանը բացել դեր տեսակը նորից շարում էի ապրանքս, ոչ վաճառք չեմ իրականացրել։ Առհասարակ աշխատում եմ մինչև ժամը 5:30 ու վсё, փակում դուրս եմ գալիս։ Հաճախորդ չունենք, անիմաստ է այդքան երկար նստել, իզուր տեղը նյարդերը մաշել։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Շատ կուզեի, որ այս հարցին ավելի պատկան մարմինները լուրջ վերաբերվեն, քանի որ հարկերը մի գլուխ բարձրացնում են առանց հաշվի առնելու հարկատուի իրավիճակը։ Այդ բողոքի ակցիաները իրականացնում անդրադարձել ձեզ ինչ։ Ոչ մի բան էլ չանդրադարձան, իրանք իրանց անելիքը արեցին, ու վсё, ուղղակի շատ վատ է, էլ չեն հասկանում, որ մենք հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք օտար մարդիկ չեն, որ կարողանան այսքան հարկերով ու ամեն ինչով ճնշեն, մենք հարկատու մարմին ենք հանդիսանում, պետք է նենց անեն, որ այս փոքր ու միջին մանր բիզնեսին զարկ տան աշխատեն մարդիկ։ Հիմա եթե քիչ-քիչ ես փակեցի, իմ սեղանային մեկը փակեց, նշանակում է հարկերը որպես հարկատու մենք քչանում ենք, ճիշտ է, քիչ է լինելու։ Հարկ վճարելով դուք ձեզ երջանիկ, հպարտ զգում եք, հերոս զգում եք։ Նիկոլ Փաշինյան, բացարձակ չեմ զգում։ Հարկ վճարելով ես ինձ հերոս չեմ զգում։ Ոչ, հա, այդ երջանիկ իրանց զգացող մարդիկ հենց իրանք անձամբ հարկեր չեն վճարում։ Սկսենք դրանից։ Իրանք հարկերը չեն վճարում, բնականաբար իրանք շատ երջանիկ են զգում։ Իսկ այն ովքեր չէ, ինչի համար հերոս եմ զգում, որ այս դժվարին պայմաններում աշխատում ու գոյատևում եմ։ Այդ պահով հերոս եմ զգում։ Իրանց պես չեմ թալանում, չեմ ուտում ու չեմ անում։ Դրա համար ես ինձ հերոս եմ զգում, հա, որ այս դժվարին պայմաններում ես գոյատևում եմ։ Ուրիշ բանի համար հերոս չեմ զգում։